Քրիստոս հարյավի մեռելոց այս խոսքերով ենք մենք որպես քրիստոնյաներ ողջունում իրար եւ այս ողջույնը պարզ հայտարարություն չէ, այլ ցանկանում ենք որպեսզի այն մեր մտքից, հոգուց բխած դառնա իրականություն մեր կյանքում, որպեսզի յուրաքանչյուրս կարողանանք զգալ եւ ապրել եւ հասկանալ թե ինչ է նշանակում Քրիստոսի հարությունը։ Մենք որպես քրիստոնյաներ այս 50 օրերին այսօրվանից սկսած բարևի ողջույնի փոխարեն իրար այս խոսքերն ենք ասում մեկս մյուսին ողջագուրվելով եւ հայտարարելով այդ մեծ իրադարձության մասին, որ մարդկության պատմությունը երբևէ չէր ճանաչել եւ այսօր ապրում է դրա մեջ, կամ այդ խոսքերը հնչում են մեր իրականության մեջ եւ ցանկանում ենք տեսնել որպես մարմնացած ճշմարտություն։ Քրիստոսի հարությունը այլ բան չէ, եթե ոչ առաջին հերթին մեր ամենօրյա կյանքի մեջ, մեր հանրային կյանքում մեր ունեցած, մեր գործած մեղքերի նկատմամբ ինքներս մեզ վերաքննության ենթարկելու ճանապարհով դրանք սրբագրելու կոչված լինելը։ Երկրորդը դա նաև մեզ մահկանացու վիճակից դուրս բերող մի ճշմարտություն է, անընդհատ մեզ հիշեցնելով Քրիստոսի անձի մասին եւ նաև հիշեցնելով մեզ, որ մահը մեր վերջը չէ կյանքում եւ մենք էլ առաքյալի պես կարողանանք հայտարարել, թե մահ, ուր է քո խայթոցը, ուր է գերեզման քո հաղթանակը։ Երբ մարդը ինքը իրեն գտնում է այս իրականության առջև, երբ առանձնացած նույնիսկ աշխարհից, մեր այսօրվա ուրախության, այդ թոհ ու բոհից նույնիսկ դուրս եկած մի պահ ցանկանում է քննել եւ տեսնել, թե ով է ինքը, առաջին զգացումը, որ անխուսափելիորեն գալիս է մեզ, դա մեր մահկանացու լինելն է։ Հավատացեք ժողովուրդ, երբ մենք մեզ գտնում ենք այդ իրականության դիմաց, երբ հարց ենք տալիս ինքներս մեզ, հակամայից մենք հարցերի պատասխանը չենք կարողանում գտնել, թե ինչու ենք մենք կոչված այս կյանքը ապրելու եւ մեկնելու այս աշխարհից։ Եվ Քրիստոս հենց այդ հարցի պատասխանն է տալիս մեզ, հրավիրելով մեզ քաջանալու, հաղթանակած լինելու եւ հիշեցնելու մեզ, որ մենք կոչված ենք մեր անմահությունը վերականգնելու։ Իսկ մեր անմահությունը որևէ ձևով չի վերականգնվի, եթե մենք արդեն իսկ մեր մեկնելուց առաջ չփորձենք մեր կյանքը վերասրբագրել ամեն օր, ոչ թե առիթից առիթ։ Քրիստոսի հարության խորհուրդը, այս ավետիսը կմնա սոս կորացուցային մի դեպք, մի դրվագ։ Լավագույն դեպքում ինչ որ իմաստով մենք հարևաններով, դրացիներով, ազգականներով, ընտանիքի անդամներով հավաքված լինելու սեղանի շուրջ եւ նշելու դա, կամ եկեղեցում այդ օրը, այդ պահին աղոթք անելու, նույնիսկ շատ հաճախ չհասկանալով թե ինչի համար ենք աղոթք անում։ Ներքին ուրախությունը մեր մեջ գոյություն ունեցող այդ բոլորը հավաքողը իրար հետ Քրիստոսի անձը պետք է լինի։ Եվ Քրիստոսի անձը այլ բան չէ, որ մեզ զատում է, մեզ դնում է մի այնպիսի լույսի առջև, այնպիսի մի բարձրակետի դիմաց, որի հայացքի ներքո ենք մենք փորձում քննել մեր կյանքը։ Եթե Քրիստոս խաչվել է, մենք էլ մասնակից ենք նրա խաչելության։ Եթե Քրիստոս հարություն է առել, մենք եւս մասնակից լինենք նրա հարության։ Այսօրվա մեր իրականության մեջ, մեր հանրային կյանքում, մեր երկրի կյանքում, մեր ժողովրդի կյանքում, ընդհանրապես լայն իմաստով դժվար է ասել, որ նկատելի չէ հույսի, հավատքի, վստահության, այդ հանրային կյանքի խախտումը, ապագայի նկատմամբ ունեցած անորոշությունը, դժվար է ասել, որ դրանք գոյություն չունեն։ Դրանք գոյություն ունեն, դրանք գոյություն ունեցել են, եւ այսօր ավելի շեշտված են, ով գիտի մեզ ներկայանում։ Հենց Քրիստոսի հարության իրականությունը գալիս է մեզ համար այդ ճշմարտությունը փաստելու եւ վկայելու ասելով, որ ով մարդ հույսով ապրիր, վստահությամբ ապրիր, հավատքով ապրիր։ Մեր կյանքը ամենօրվա դժվարությունը, մեր կյանքը ամենօրվա հոգնությունը, մեզ տեսանելի եւ անտեսանելի հարձակումների տակ ենք մենք գտնում։ Դրանք գալիս են զանազան տեսքով, զանազան գույներով, զանազան կերպերով։ Մենք իրավունք չունենք որպես մարդ մեր արժեքը նվազեցնելու, մեր արժեքը ստորացնելու եւ առաջին հերթին մեկս մյուսի աչքերի մեջ մեր դրախտը փնտրելու ենք կոչված։ Կոչված ենք ձեռք սեղմելու, կոչված ենք մոտենալու, կոչված ենք իրար վեր բարձրացնելու, անկախ ունեցած մեր գաղափարական, քաղաքական, զանազան այլ տարբերություններից, անկախ այդ բոլորից։ Այսօր այդ հաղթանակի հռչակման տոնն է եւ մենք որպես ցեղ, որպես անձինք, որպես հավաքականություն այդ հաղթանակի կոչվածն ենք։
Թող ամեն մարդ ինքը զգա իրեն որպես առանձնաշնորհված, ընտրված, հաղթանակի կոչված ամենուր, ամեն վարքյան, ամեն բանի մեջ։ Թող չմնա միայն Քրիստոսի հարության լույսի այդ ուրախության մեջ, որը կարող է շատ հաճախ լինել անցողիկ, լինել օրով թելադրված, այլ թող դա լինի պատճառ մեր ամենօրվա կյանքը վերասրբագրելու։ Մենք ուրիշ կերպ չենք կարող ապրել։ Եվ այս օրերը հատկապես, երբ մենք 100-ամյա այդ տարելիցին ենք կոչված հայոց ցեղասպանության, երբ մենք պատրաստվում ենք մեր նահատակներին սրբադասելու, երբ մենք այդ մեծ ողբերգության միջից անցած ժողովրդի նկարագիր ունենալով, նաև վերականգնված ժողովրդի պատկերը եւ զգացումը մշտապես ապրած լինելով, այլ կերպ չենք կարող խորել եւ մտածել, քան թե մտածել հարության մասին եւ մտածել հաղթանակի մասին, մտածել մեր ամենօրվա գործածների վրա ինքներս տիրապետություն ունենալու մասին եւ ոչ թե դրանցից տիրապետված լինելու մասին։ Ժամանակները, ինչպես ասում է Սուրբ Գիրքը, չար են։ Ժամանակները տարբեր իմաստով են չար, այլ կերպերով են չար, մարդկային հարաբերությունների կերպով են չար, անհասկացողության իմաստով, դիտավորությունների իմաստով, բայց այդ ժամանակների տերն էլ մենք ենք, այդ ժամանակների թելադրողն էլ մենք ենք եւ ուրիշ ոչ ոք։ Ուրեմն ապրենք, գործենք մեր խոսքերին համաձայն, երբ ասում ենք Քրիստոս հարյավի մեռելոց, եւ պատասխանն էլ երբ հնչեցնում ենք, թե օրհնյալ է այդ հարությունը, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, թող որ ամբողջ սրտով գա, մտքով գա եւ նաեւ խոստումով ինքներս մեզ, որ մենք գործելու ենք, ապրելու ենք այդ արտահայտությանը համապատասխան։ Քրիստոս հարյավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի իմ եւ ձեզ համար։ Ամեն։